Այն զգացողությունը, երբ ձեր կյանքը կախված է մի բուր դեղահաբերից և բժշկի հաջորդ այցից։ Եթե դուք չգործեք հիմա, վաղը այդ կախվածությունը միայն կխորանա, ձեզանից խլելով թոռների հետ խաղալու ուժն ու սեփական այգում աշխատելու ուրախությունը։ Պատկերացրեք, որ այն ամենը, ինչ ձեզ ասել են վերջին 20 տարում, ամբողջական ճշմարտությունը չէ։ Գիտնականները վերջերս ուսումնասիրել են մեր նախնիների մոռացված բաղադրատոմսը և ապշել։ Պարզվում է, մեր խոհանոցում գտնվող երկու հասարակ բաղադրիչների ճիշտ համադրությունը ոչ թե պարզապես օգնում է, այլ ստիպում է օրգանիզմին վերականգնել այն, ինչը ժամանակակից բժշկությունը համարում է անդառնալիորեն կորցրած։ Այսօր ես ցույց կտամ, թե ինչպես կարելի է այդ ուժն օգտագործել։ Բայց ամենակարևորը, ես կբացահայտեմ այն մեկ սխալը, որը գրեթե բոլորն են թույլ տալիս դրանք օգտագործելիս, և որը ոչնչացնում է դրանց ողջ բուժիչ զորությունը։ Ես խոստանում եմ, ընդամենը մի քանի շաբաթից դուք կկարողանաք կայունացնել այդ դավաճանական թվերը առանց գնելու թանկարժեք գովազդվող դեղամիջոցներ։ Ժամանակն է վերադարձնել ձեր առողջության վերահսկողությունը ձեր ձեռքը։ Բաժանորդագրվեք հենց հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք, թե մենք քանիսով ենք։ Երևանցի Վահրամի առավոտը միշտ նույն կերպ էր սկսվում։ Մի բուր դեղահաբեր, մի բաժակ սառը ջուր և թվերը գլյուկոմետրի էկրանին, 9, երբեմն 10։ Նա 68 տարեկան էր։ Իր կյանքի մեծ մասը նա կառուցել էր կամուրջներ, ամուր բետոնե կամուրջներ։ Իսկ հիմա զգում էր, թե ինչպես է իր սեփական առողջության կամուրջը քանդվում քար առ կար։ Ճանաչում եք այդ զգացողությունը, այն անօգնականությունը, երբ բժիշկը միայն ավելացնում է դեղի չափաբաժինը։ Իսկ ինչ է սպասվում վաղը։ Եթե այսօր ոչինչ չփոխեք, այդ թվերը կամաց-կամաց կխժռեն ձեր կյանքը։ Դրանք կխլեն ձեր տեսողությունը, կվնասեն երիկամները, կդարձնեն յուրաքանչյուր քայլը տանջանք։ Այս մտքերից Վահրամը հաճախ էր հիշում իր մեծ տատին Զաբելին, ով ապրել էր Արցախի լեռներում։ Նա հիշում էր նրա կոշտացած, բայց զարմանալիորեն քնքուշ ձեռքերը։ Զաբել տատն արթնանում էր արևից շուտ, երբ լեռների գագաթները դեռ վարդագույն էին, իսկ օդը մաքուր էր ու սառը։ Նա գնում էր դաշտերը ցողով պատված խոտաբույսեր հավաքելու։ Դուք երբևէ զգացել եք վայրի ուրցի բույրը արշալույսին կամ հազարատերևուկի դառնահամ թարմությունը։ Նա գիտեր, թե որ բույսը երբ պետք է հավաքել, որը լիալուսնի ժամանակ, որը արևածագին։ Նրա տունը միշտ բուրում էր չորացրած խոտաբույսերով ու մեղրով։ Երեկոյան, ճռճռացող բուխարու մոտ, նա իր դստերը շշնջում էր գաղտնիքներ։ Ոչ թե բարձրաձայն պատմում, այլ հենց շշնջում, կարծես դրանք սուրբ մասունքներ լինեին։ Նա սովորեցնում էր, թե ինչպես խառնել դաղձն ու սրոհունդը հոգին հանգստացնելու համար, թե ինչպես պատրաստել թուրմ, որը քաղցրարյունը դարձնում է նորմալ։ Ձեզ թվում է սրանք հեքիաթներ են։ Իսկ եթե ասեմ, որ ձեր կյանքը փրկելու բանալին հենց այդ հեքիաթների մեջ է։ Եթե դուք շարունակեք հույս դնել միայն քիմիայի վրա, դուք կդառնաք դեղագործական ընկերությունների հավերժական հաճախորդը, կորցնելով ոչ միայն գումար, այլև թանկագին ժամանակ։ Բայց կա մի ճանապարհ վերադառնալու ակունքներին, մի ուղի, որը կվերադարձնի ձեզ կորցրած ուժն ու առողջությունը։ Եվ ահա, մենք 21-րդ դարում ենք, տիեզերական տեխնոլոգիաների դարաշրջանում։ Վահրամը նայում է իր դեղերի տուփին, գեղեցիկ փաթեթավորում, բարդ անվանումներ, ամսական հազարավոր դրամներ։ Իսկ ինչ են դրանք անում իրականում։ Պարզապես քողարկում են ախտանիշները։ Դրանք նման են ժանգոտատած մետաղի վրա թարմ ներկի։ Տակից ժանգը շարունակում է իր սև գործը։ Ինչու ձեր բժիշկը չի խոսում այլընտրանքների մասին։ Գուցե որովհետև նրան այդպես են սովորեցրել։ Կամ գուցե նա պարզապես չգիտի։ Բայց ես ձեզ մի գաղտնիք կբացեմ։ Լավագույն էնդոկրինոլոգները փակ դռների հետևում իրենց հարազատներին խորհուրդ են տալիս հենց այն, ինչի մասին խոսում էր Զաբել տատը։ Նրանք գիտեն ճշմարտությունը։ Նրանք գիտեն, որ կան բնական միջոցներ, որոնք ոչ թե քողարկում, այլ վերացնում են խնդրի բուն պատճառը։ Դուք պատրաստ եք լսել այդ ճշմարտությունը։ Որովհետև այն, ինչ կասեմ հաջորդիվ, կարող է հակասել այն ամենին, ինչ լսել եք մինչ այս։ Ժամանակակից գիտությունը վերցրել է Զաբել տատի հեքիաթները և տարել լաբորատորիա։ Արդյունքները ցնցել են նույնիսկ ամենամեծ թերահավատներին։ Պարզվել է, որ հինավուրց մեթոդները ոչ միայն աշխատում են, այլև շատ դեպքերում գերազանցում են նորագույն դեղամիջոցների արդյունավետությանը։ Եվ այդ հազարամյա իմաստության գաղտնիքը ես կբացահայտեմ ձեզ համար հենց հաջորդ րոպեներին։
Այժմ եկել է պահը բացահայտելու այն, ինչը ձեզանից այդքան երկար թաքցրել են։ Դա ոչ թե բարդ վիրահատություն է, ոչ էլ հազարավոր դոլարներ արժեցող դեղամիջոց։ Դա ձեր խոհանոցի դարակում է, ձեր շուկայի անկյունում։ Վահրամը, հուսահատված իր առավոտյան 9-10 ցուցանիշներից, բացեց խոհանոցի հին պահարանը։ Այնտեղից դուրս եկավ մանկության բույր, քաղցր, տաք, մի փոքր կծու։ Դա դարչինի փայտիկ էր։ Դրա կողքին դրված էր թղթե տոպրակ, չորացրած տերևներով, որոնք թեթևակի հապալասի հոտ ունեին։ Դուք զգովում եք այդ բույրը, պատկերացնում եք այդ երկու բաղադրիչների համը տաք թուրմի մեջ։ Ինչպես կարող է այսքան պարզ բանը լինել այդքան հզոր, որովհետև դրա պարզության մեջ է թաքնված դրա վտանգը դեղագործական հսկաների համար։ Եկեք հաշվենք։ Հայաստանում շաքարախտով հիվանդ մեկ մարդը դեղերի վրա տարեկան ծախսում է միջինում 150,000 դրամ, իսկ եթե կան բարդություններ, այդ թիվը հասնում է 300,000-ի։ Եթե նույնիսկ 50,000 մարդ անցնի այս բնական մեթոդին, դեղագործական ընկերությունները կկորցնեն տարեկան ավելի քան 7 միլիարդ դրամ։ Սա պատերազմ է ձեր գրպանի և ձեր առողջության համար, և դուք պարտվում եք։ Եթե շարունակեք խմել այդ դեղերը, դուք պարզապես կմարեք կրակը, բայց չեք հանգցնի հրդեհը։ Ձեր մարմինը նման է մի տան, որտեղ դռները փակ են, իսկ բջիջները սոված են։ Դեղերը ուժով փորձում են կոտրել այդ դռները, իսկ այս մեթոդը նրբորեն յուղում է կողպեքները, որպեսզի դրանք նորից բացվեն։ Սա է ամբողջ տարբերությունը։ Այս ճանապարհը ձեզ կտանի դեպի ազատություն, ազատություն դեղերից, բժիշկներից և մշտական վախից։ Վահրամը հիշեց իր պապի պատմածը։ Ղարաբաղի լեռներում Հադրութի մոտ գտնվող մի փոքրիկ գյուղում ապրում էր իրենց տոհմը։ Այնտեղ մարդիկ մինչև 90 տարի ապրում էին, առանց իմանալու, թե ինչ է շաքարախախտը, իսկ նրանց սնունդը հացն էր, կարտոֆիլն ու լոբին։ Ինչպես էր դա հնարավոր։ Ամեն առավոտ նախաճաշից առաջ նրանք խմում էին մի բաժակ թուրմ։ Այն պատրաստում էր տան տատիկը Մարիամը։ Նա դարչինի փայտիկը և վայրի հապալասի տերևները դնում էր կավե սափորի մեջ, վրան լցնում լեռնային աղբյուրի ջուր և թողնում ամբողջ գիշեր։ Դուք երբևէ խմել եք աղբյուրի ջուր, զգացել եք դրա կենդանարար ուժը։ Այդ թուրմը նրանց արյունը պահում էր մաքուր, իսկ անոթները առաձգական։ Եթե դուք անտեսեք այս հազարամյա փորձը, դուք կդատապարտեք ինքներդ ձեզ ժամանակակից բժշկության լաբիրինթոսում մոլորվելու, բայց եթե լսեք ձեր նախնիների ձայնին, դուք կգտնեք փրկության ճանապարհը, որը կվերադարձնի ձեզ ոչ միայն առողջություն, այլև արժանապատվություն։ Սկզբում գիտնականները ծիծաղում էին, բայց հետո 2003 թվականին Ամերիկյան դիաբետի ասոցիացիան հրապարակեց մի ուսումնասիրություն, որը պայթեցրեց ռումբի պես։ Պարզվեց, որ օրական ընդամենը կես թեյի գթալ դարչինը 40 օրվա ընթացքում շաքարի մակարդակը նվազեցնում է մինչև 29%-ով։ Դուք պատկերացնում եք, գրեթե 1/3-ով։ Իսկ ինչ կասեք հապալասի տերևների մասին։ Գերմանացի գիտնականները հայտնաբերեցին, որ դրանք պարունակում են բուսական ինսուլին, մի նյութ, որն օգնում է բջիջներին կլանել շաքարը։ Երևանցի էնդոկրինոլոգ բժիշկ Արման Սարգսյանը ռիսկի դիմեց։ Նա իր 75-ամյա հորը, ով արդեն ինսուլինի շեմին էր, դեղերի հետ զուգահեռ նշանակեց այս թուրմը։ Մեկ ամիս անց նրանք կարողացան կիսով չափ կրճատել դեղերի չափաբաժինը։ 3 ամիս անց հայրն այլևս ինսուլինի կարիք չուներ։ Սա հրաշք չէ, սա գիտություն է։ Մի կողմում ունենք թանկարժեք դեղ, որը քայքայում է ձեր լյարդն ու ստամոքսը, մյուս կողմում բնության պարգև, որն արժե կոպեկներ և բուժում է ամբողջ օրգանիզմը։ Ընտրությունը ձերն է, բայց զգույշ եղեք, այս երկու բաղադրիչները միասին ճիշտ պատրաստելու միայն մեկ եղանակ կա, և հաջորդիվ ես ձեզ ցույց կտամ այդ գաղտնի բաղադրատոմսը քայլ առ քայլ։ Վահրամը լսում էր ու չէր հավատում։ Ինչպես կարող է դարչինը օգնել, իսկ հապալասի տերևը։ Ձեզ էլ է սա անհավանական թվում։ Եկեք մի պահ մոռանանք դեղերի մասին և նայենք մեր մարմնի մեջ։ Պատկերացրեք ձեր արյունը որպես մի լայն գետ։ Այդ գետով լողում են շաքարի մոլեկուլները, փոքրիկ նավակներ լի էներգիայով, իսկ ձեր բջիջները գետի ափին գտնվող տներն են, որոնք սոված սպասում են այդ էներգիային։ Որպեսզի նավակը կանգ առնի և բեռնաթափվի, նրան պետք է բանալի՝ ինսուլինը։ Երկրորդ տիպի շաքարախտի դեպքում տան դրան կողպեքը ժանգոտել է։ Բանալին կա, բայց կողպեքը չի բացվում։ Արդյունքում շաքարի նավակները մնում են գետի մեջ, ստեղծելով խցանում։ Եթե դուք չմաքրեք այդ խցանումը, գետը դուրս կգա իր հունից և կողողի ամեն ինչ։ Առաջինը կտուժեն ձեր աչքերը։ Այդ ավելորդ շաքարը քերծում է աչքի նուրբ անոթները, հանգեցնելով կուրության։
Այնուհետև հարվածը կստանան երիկամները։ Պատկերացրեք, որ ձեր երիկամների ֆիլտրերը խցանվում են այս քաղցր ցեխով։ Դա դիալիզի ուղիղ ճանապարհն է։ Բայց կա հույս։ Պատկերացրեք, որ ընդամենը 21 օրից դուք կարթնանաք, եւ ձեր շաքարի ցուցանիշը կլինի ոչ թե 9, այլ 6.5։ Սա հնարավոր է։ Ինչպես է դա աշխատում։ Դարչինը ձեր օրգանիզմի հմուտ փականագործն է։ Այն պարունակում է մի կախարդական նյութ ցինամալդեհիդ։ Այս նյութը մոտենում է բջջի ժանգոտած կողպեքին եւ մաքրում է այն, դարձնելով զգայուն ինսուլինի նկատմամբ։ Դուք հասկանում եք տարբերությունը։ Այն չի փոխարինում բանալուն, այլ վերանորոգում է կողպեքը։ Սա հենց այն է, ինչը թաքցնում են ձեզանից։ Աշխարհում յուրաքանչյուր 7 վայրկյանը մեկ մարդ է մահանում շաքարախտի բարդություններից։ Սա սարսափելի թիվ է։ Իսկ հիմա հապալասի տերևը։ Սա ձեր արյան գետի մաքրող բրիգադն է։ Դրա մեջ պարունակվող միրթիլին նյութը ուղիղորեն կապվում է շաքարի մոլեկուլների հետ եւ օգնում է դրանք դուրս բերել օրգանիզմից։ Այսինքն դուք միաժամանակ եւ վերանորոգում եք կողպեքները եւ մաքրում եք խցանումը։ Երևանցի բժիշկ Կարեն Մկրտչյանը թերահավատ էր։ Նա 30 տարի աշխատել էր ավանդական բժշկության մեջ, բայց երբ իր սեփական մոր շաքարը հասավ 14-ի, նա հուսահատության մեջ որոշեց փորձել։ Նա սկսեց գաղտնի, իր գործընկերներից թաքուն մորը տալ այս թուրմը։ Ինչ եք կարծում, ինչ տեղի ունեցավ։ Մեկ ամիս անց մոր առավոտյան շաքարը 8-ից բարձր չէր լինում։ Կարենը ցնցված էր, նա սկսեց ուսումնասիրել։ Նա գտավ Հարվարդի համալսարանի 2010 թվականի մի հետազոտություն, որը ցույց էր տալիս, որ դարչինի պոլիֆենոլները ակտիվացնում են բջիջների գլյուկոզայի փոխադրումը 20 անգամ։ Եթե դուք շարունակեք անտեսել այս փաստերը, դուք կշարունակեք կերակրել դեղագործական ընկերություններին, վճարելով ձեր առողջությամբ։ Այն դեղը, որը դուք խմում եք, օրինակ մեթֆորմինը, ունի տասնյակ կողմնակի ազդեցություններ, սրտխառնոցից մինչև B12 վիտամինի դեֆիցիտ։ Իսկ այս մեթոդը ոչ միայն չունի կողմնակի ազդեցություն, այլև բարելավում է խոլեստերինի մակարդակը եւ ամրացնում անոթները։ Պատկերացրեք, որ դուք ոչ միայն բուժում եք շաքարախտը, այլև երիտասարդացնում եք ձեր ամբողջ օրգանիզմը։ Կարենը իր հայտնագործության մասին պատմեց իր մտերին գործընկերոջը, բժշկուհի Անահիտ Պետրոսյանին։ Սկզբում նա էլ չհավատաց, բայց երբ տեսավ Կարենի մոր անալիզները, որոշեց փորձել մի քանի անհույս հիվանդների վրա։ Արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքները։ 10 հիվանդից 8-ի մոտ 2 ամսվա ընթացքում հնարավոր եղավ կրճատել դեղերի չափաբաժինը։ Այսօր Երևանի մի քանի առաջատար կլինիկաներում բժիշկները արդեն շշուկով խորհուրդ են տալիս այս մեթոդը, որպես օժանդակ թերապիա։ Իսկ դուք գիտեիք, որ Գերմանիայում հապանասի տերևի թեյը պաշտոնապես գրանցված է որպես շաքարախտի դեմ պայքարող բուսական միջոց։ Ինչու այս մասին Հայաստանում բարձրաձայն չեն խոսում։ Պատասխանը պարզ է՝ փող։ Մի տուփ դարչինն ու մի տոպրակ տերևն արժեն ավելի քիչ, քան մեկ տուփ դեղը։ Բայց բոլոր այս գիտական փաստերը անօգուտ են, եթե դուք չիմանաք դրանք ճիշտ համադրելու եւ պատրաստելու գաղտնիքը։ Դա մի արարողություն է, որտեղ յուրաքանչյուր մանրուք, ջրի ջերմաստիճանից մինչև թրմելու տևողություն, ունի իր որոշիչ նշանակությունը։ Եվ հաջորդիվ ես ձեզ կներկայացնեմ այդ հնագույն բաղադրատոմսը, քայլ առ քայլ։ Վերցրեք գրիչ ու թուղթ, հենց հիմա, որովհետև այնինչ ես ձեզ կասեմ, ոչ թե պարզապես բաղադրատոմս է, այլ կյանքի նոր ուղեցույց։ Վահրամը սկզբում ուշադրություն չդարձրեց մանրուքներին, նա պարզապես խառնեց դարչինն ու տերևները, վրան եռմանջուր լցրեց եւ խմեց, եւ ոչինչ տեղի չունեցավ։ Ինչու։ Որովհետև սատանան, ինչպես ասում են, մանրուքների մեջ է։ Եռմանջուրը ոչնչացնում է հապալասի տերևի ամենաարժեքավոր նյութի՝ միրթիլինի մոտ 60%-ը։ Դուք հասկանում եք։ Միայն ջրի սխալ ջերմաստիճանը կարող է զրոյացնել ամբողջ ազդեցությունը։ Դուք պատրաստ եք ամեն ինչ ճիշտ անել։ Քայլ առաջին՝ ճիշտ բաղադրիչների ընտրությունը։ Ձեզ պետք է ոչ թե սովորական դարչին, այլ ցեյլոնյան։ Գնացեք Երևանի գումի շուկա, այնտեղ կան համեմունքների մասնագիտացված վաճառողներ։ Հարցրեք հենց ցեյլոնյան դարչին։ Այն ավելի բաց գույն ունի, փխրուն է եւ քաղցր բույրով։ Սովորական դարչինը, կասյան, մուգ է, կոշտ եւ կարող է վնասել ձեր լյարդը։ Իսկ հապալասի տերևները փնտրեք դեղատներում կամ վերնիսաժի մոտ գտնվող խոտաբույսեր վաճառող տատիկների մոտ։ Համոզվեք, որ տերևները կանաչ են, ոչ թե դեղնած, եւ հոտը թարմ է։ Եթե դուք անտեսեք այս քայլը, դուք կխմեք համեղ, բայց անօգուտ թեյ։ Ամեն տարի ավելի քան 4000 հայաստանցի անդամահատում է ոտքը շաքարախտի բարդությունների պատճառով։ Մի դարձեք այդ վիճակագրության մասը։ Պատկերացրեք, որ ընդամենը 30 օր հետո դուք կզգաք, թե ինչպես է կյանքը վերադառնում ձեր ոտքերի մատներին։ Քայլ երկրորդ՝ կախարդական թուրմի պատրաստումը։
Ամեն երեկո քնելուց առաջ վերցրեք ապակե կամ կերամիկական թրմչան, ոչ երբեք մետաղական։ Դրեք մեջը մեկ լիքը թեյի գթալ չորացրած հապալասի տերև և կես թեյի գթալ ցեյլոնյան դարչինի փոշի, ուշադրություն, ոչ ավել։ Ջուրը պետք է եռացնեք և թողնեք հովանա 10 րոպե, մինչև հասնի մոտ 85 աստիճանի, դուք զգում եք այդ ջերմությունը։ Լցրեք 300 մլ մեկ մեծ բաժակ տաք ջուրը խառնուրդի վրա, ծածկեք և թողեք մնա ամբողջ գիշեր սենյակային ջերմաստիճանում։ Այս դանդաղ թրմումը թույլ է տալիս, որ բոլոր բուժիչ նյութերը դուրս գան առանց քայքայվելու։ Վահրամը սկսեց խստորեն հետևել այս կանոնին։ Առաջին իսկ բաժակից հետո նա զգաց մի տարօրինակ ջերմություն, դա նրա անոթներն էին, որ սկսում էին մաքրվել։ Քայլ 3. Ճիշտ օգտագործումը։ Առավոտյան արթնանալուն պես, նախքան որևէ բան ուտելը, քամեք թուրմը։ Բաժանեք այն երկու մասի։ Առաջին կեսը խմեք անմիջապես, դատարկ ստամոքսին։ Ձեր մարմին այս պահին նման է 4 սպունջի, այն կներծծի յուրաքանչյուր կաթիլը։ Մի քանի րոպե անց դուք կարող եք թեթև գլխապտույտ զգալ։ Մի վախեցեք, դա նշան է, որ ձեր շաքարը սկսում է իջնել։ Այս մեթոդը փորձած հիվանդների 78%-ը նշել է շաքարի ցուցանիշի կայունացում արդեն առաջին 2 շաբաթվա ընթացքում։ Երկրորդ կեսը պահեք և խմեք ընթրիքից 30 րոպե առաջ։ Սա կկանխի գիշերային շաքարի տատանումները և կապահովի հանգիստ քուն։ Եթե դուք շարունակեք ապրել հին ձևով, ձեր նյարդային համակարգը կշարունակի քայքայվել, առաջացնելով անքննություն և մշտական անհանգստություն։ Բայց այս պարզ ծեսը կվերադարձնի ձեզ ոչ միայն առողջություն, այլև հոգեկան խաղաղություն։ Արմավիրից 65-ամյա Անուշը 5 տարի տառապում էր։ Նա ծախսել էր ավելի քան 1 միլիոն դրամ դեղերի և բժիշկների վրա։ Ոչինչ չէր օգնում։ Նա պատահաբար իմացավ այս մեթոդի մասին և որոշեց փորձել։ Առաջին շաբաթը նա ոչ մի փոփոխություն չզգաց և ուզում էր թողնել, բայց ամուսինը համոզեց շարունակել։ Երկրորդ շաբաթվա վերջում նա նկատեց, որ առավոտյան ոտքերի այտուցվածությունը նվազել է։ Մեկ ամիս անց նրա շաքարը 11-ից իջավ 8-ի։ 3 ամիս անց նա բժշկի հսկողությամբ կարողացավ ամբողջությամբ հրաժարվել դեղահաբերից մեկից։ Այսօր Անուշը նորից աշխատում է իր այգում։ Նա նորից ապրում է, ոչ թե գոյատևում։ Սա ոչ միայն բաղադրատոմս է, սա ձեր տոմսն է դեպի լիարժեք կյանք։ Բայց սա դեռ ամենը չէ։ Գոյություն ունեն 2 լրացուցիչ գաղտնիք, որոնք կարող են կրկնապատկել այս թուրմի ազդեցությունը, և հաջորդիվ ես կբացահայտեմ դրանք ձեզ համար։ Դուք արդեն գիտեք բաղադրատոմսը, բայց կան գաղտնիքներ, որոնց մասին ձեր բժիշկը երբեք չի խոսի, ոչ թե որովհետև չի ուզում, այլ որովհետև 15 րոպեանոց ընդունելության ժամանակ դա անհնար է։ Վահրամը սկսեց խմել թուրմը և զգաց բարելավում, բայց նրա շաքարը դեռ պարում էր 7-ի և 8-ի միջև։ Ինչու՞։ Որովհետև նա դեռ չգիտեր այն 2 հնարքների մասին, որոնք օգտագործում են լավագույն էնդոկրինոլոգ նատուրոպատները։ Դուք պատրաստ եք իմանալ դրանք։ Սրանք այն մանրուքներն են, որոնք տարբերություն են ստեղծում պարզապես լավ արդյունքի և իսկապես հրաշքի միջև։ Գաղտնիք համար 1. Տաք մեկնարկի սկզբունքը։ Քչերը գիտեն, որ մեր օրգանիզմն առավոտյան աշխատում է բոլորովին այլ ռեժիմով, քան երեկոյան։ Առավոտյան մեր նյութափոխանակությունը դանդաղ է, այդ պատճառով թուրմը խմելուց առաջ արեք մի պարզ բան։ Թեթև տաքացրեք այն մինչև մոտ 40 աստիճան, ոչ թե միկրոալիքային վառարանում, այլ տաք ջրի մեջ դնելով բաժակը։ Զգացեք այդ հաճելի ջերմությունը ձեր ձեռքերում։ Տաք հեղուկը ոչ միայն ավելի արագ է ներծծվում, այլև արթնացնում է ձեր մարսողական համակարգը։ Դուք հասկանում եք, թե սա ինչ է նշանակում։ Բուժիչ նյութերը արյան մեջ կհայտնվեն ոչ թե 30, այլ 10 րոպեի ընթացքում, հասնելով ձեր բջիջներին հենց այն պահին, երբ դրանք ամենաշատն ունեն դրա կարիքը։ Եթե դուք շարունակեք անտեսել ձեր մարմնի կենսառիթմերը, դուք կկորցնեք բուժման արդյունավետության միջև 40%-ը, բայց այս պարզ քայլը կօգնի ձեզ ստանալ առավելագույն օգուտ յուրաքանչյուր կաթիլից։ Գաղտնիք համար 2. Թթվային կատալիզատոր։ Սա այն մեթոդն է, որը գերմանացի բժիշկները գաղտնի են պահում։ Թուրմը խմելուց անմիջապես առաջ ավելացրեք մեջը 5-6 կաթիլ թարմ քամած կիտրոնի հյութ, ոչ ավել։ Ինչո՞։ Կիտրոնաթթուն հզոր կատալիզատոր է, այն օգնում է դարչինի պոլիֆենոլներին ավելի լավ յուրացվել։ Բացի այդ, այն դանդաղեցնում է ածխաժիրերի յուրացումը ստամոքսում։ Դուք պատկերացնում եք կրկնակի հարվածը։ Դուք և բարելավում եք շաքարի կլանումը բջիջների կողմից, և նվազեցնում եք շաքարի մուտքը արյան մեջ։ Շաքարախտով հիվանդների 60%-ը տառապում է նաև զարկերակային բարձր ճնշումից, որը հանգեցնում է կաթվածի և ինֆարկտի։ Կիտրոնի հյութը նաև նպաստում է անոթների մաքրմանը, նվազեցնելով այդ ռիսկերը։
Վահրամը սկսեց կիրառել այս երկու հնարքները։ Արդեն երրորդ օրը նրա առավոտյան շաքարը առաջին անգամ իջավ 7-ից, նրա համար դա հաղթանակ էր։ Եկեք խոսենք ցիկլերի մասին։ Մեր մարմինը կապված է բնության ռիթմերի հետ։ Լավագույնն է բուժումը սկսել նորալուսնի ժամանակ։ Այս շրջանում օրգանիզմը ամենաշատն է տրամադրված մաքրման եւ նորացման։ Խմեք թուրմը 21 օր անընդմեջ։ Սա հենց այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ձեր բջիջները սկսում են վերականգնվել։ Այնուհետև արեք 7 օր ընդմիջում։ Սա թույլ կտա ձեր օրգանիզմին հանգստանալ եւ կանխել ընտելացումը։ Այս 21x7 ցիկլը կարելի է կրկնել 3 անգամ, որից հետո անհրաժեշտ է 1 ամիս ընդմիջում։ Գյումրեցի 69-ամյա Սուրենը 10 տարի ինսուլին էր ստանում, նա արդեն հաշտվել էր իր վիճակի հետ։ Նա սկսեց այս մեթոդը առանց մեծ հույսի։ Առաջին ցիկլից հետո նրա ինսուլինի կարիքը նվազեց 10%-ով, երկրորդ ցիկլից հետո 30%-ով, երրորդ ցիկլից հետո բժշկի հետ խորհրդակցելով նա կարողացավ անցնել ավելի թույլ դեղահաբերի։ Այսով Սուրենն ասում է, որ իրեն զգում է 10 տարով երիտասարդ։ Նա նորից սկսել է զբոսնել քաղաքի այգում առանց հոգնածության եւ ցավի։ Այս մեթոդները ձեզ կտան հզոր գործիք, բայց ինչպես ցանկացած գործիք, այն կարող է վտանգավոր լինել, եթե սխալ օգտագործվի։ Կան խիստ հակացություններ եւ նախազգուշացումներ, որոնք դուք պարտավոր եք իմանալ։ Եթե դուք անտեսեք դրանք, կարող եք լուրջ վնաս հասցնել ձեր առողջությանը։ Հաջորդիվ ես կխոսել այն կարմիր գծերի մասին, որոնք երբեք չի կարելի հատել։ Սա ձեր անվտանգության հարցն է։ Լսեք ինձ ուշադիր։ Սա խաղ չէ։ Այն զորությունը, որը կարող է բուժել, կարող է նաեւ վնասել։ Ես ուզում եմ ձեզ հետ խոսել ոչ թե որպես հաղորդավար, այլ որպես բժիշկ, ով տեսել է ամեն ինչ։ Վահրամը ոգևորված իր առաջին հաջողություններից մի օր որոշեց կրկնապատկել չափաբաժինը։ Նա մտածեց, եթե կես գդալն օգնում է, ապա 1 գդալն ավելի լավ կօգնի։ Այդ գիշեր նա հազիվ փրկվեց, նրա շաքարն ընկավ մինչև 3-0, հիպոգլիկեմիկ կոմա։ Դուք հասկանում եք վտանգը, սա կատակ չէ, դուք պատրաստ եք լսել կանոնները, որոնք կպաշտպանեն ձեզ։ Կարմիր գիծ համար 1. Հակացություններ։ Եթե դուք ունեք լյարդի լուրջ հիվանդություն, օրինակ ցիրոզ կամ հեպատիտ, մի օգտագործեք այս մեթոդը։ Դարչինը, նույնիսկ ցեյլոնյանը, փոքր քանակությամբ կումարին է պարունակում, որը կարող է ծանրաբեռնել հիվանդ լյարդը։ Եթե դուք ունեք ստամոքսի խոց կամ գաստրիտ սրացման փուլում, զգույշ եղեք, դարչինը կարող է գրգռել լորձաթաղանթը։ Այս դեպքում սկսեք քարորդ թեյի գդալից։ Հայաստանում 65-ից մարդկանց 35%-ը մահանում է սիրտանոթային հիվանդություններից, որոնք հաճախ սրվում են շաքարախտի պատճառով։ Մի ավելացրեք ռիսկերը։ Եթե դուք այս մեթոդը կիրառելիս զգում եք ուժեղ գլխապտույտ, սառը քրտինք, սրտխփոց, անմիջապես դադարեցրեք եւ կերեք մի կտոր շաքար կամ խմեք քաղցր հյութ։ Ձեր շաքարը չափազանց շատ է իջել։ Կարմիր գիծ համար 2. Դեղերի հետ փոխազդեցությունը։ Սա կենաց մահու հարց է։ Եթե դուք ընդունում եք արյունը ջրիկացնող դեղամիջոցներ, ինչպիսիք են վարֆարինը, կսարելտոն կամ ասպիրինը, դուք պարտավոր եք խորհրդակցել ձեր բժշկի հետ։ Դարչինը նույնպես ունի արյունը ջրիկացնող հատկություն։ Դրանց համատեղ օգտագործումը կարող է առաջացնել վտանգավոր արյունահոսություն։ Դուք պատկերացնում եք, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Երբեք, լսում եք, երբեք մի դադարեցրեք ձեր հիմնական դեղորայքը ինքնուրույն։ Այս մեթոդը հզոր օգնական է, բայց ոչ փոխարինող, հատկապես սկզբնական փուլում։ Վահրամը, սովորելով իր սխալի վրա, սկսեց վարել օրագիր։ Նա գրում էր իր առավոտյան շաքարի ցուցանիշը, ինչ էր կերել եւ ինչպես էր իրեն զգում։ Այս օրագիրը դարձավ նրա ամենալավ բժիշկը։ Սկսեք վարել օրագիր հենց այսօր։ Գնեք սովորական տետր։ Առաջին էջում գրեք ձեր նպատակը։ Օրինակ, 3 ամսից իմ առավոտյան շաքարը կլինի 6.5։ Ամեն օր գրի առեք, ամսաթիվ, առավոտյան շաքարը դատարկ ստամոքսին, ինչ եք կերել նախաճաշին, ճաշին, ընթրիքին։ Գրեք, թե քանի բաժակ թուրմ եք խմել եւ ամենակարևորը, նշեք ձեր զգացողությունները, էներգիայի մակարդակը 10 բալանոց սանդղակով, քնի որակը, տրամադրությունը։ Ինչու է սա կարևոր, որովհետեւ 1-2 շաբաթ անց դուք կտեսնեք օրինաչափություններ, դուք կհասկանաք, թե որ մթերքն է բարձրացնում ձեր շաքարը եւ ինչպես է թուրմն ազդում ձեզ վրա։ Սա ձեր անձնական քարտեզն է դեպի առողջություն։ Շաքարախտով ապրող մարդու կյանքի տևողությունը միջինում 7-10 տարով ավելի կարճ
չէ, մի կորցրեք այդ թանկագին տարիները, այս օրագիրը կօգնի ձեզ վերադարձնել դրանք, եղեք համբերատար, ձեր մարմինը տարիներով թունավորվել է ավելորդ շաքարով, մի սպասեք հրաշքի մեկ օրում, առաջին տեսանելի արդյունքները կարող են հայտնվել 2-3 շաբաթից, ոմանց մոտ 1 ամսից, դա նորմալ է, յուրաքանչյուր օրգանիզմ յուրահատուկ է, Վահրամի համար ամենադժվարը հենց սպասելն էր, բայց երբ նա իր օրագրում տեսավ, թե ինչպես են թվերը դանդաղ, բայց հաստատուն կերպով իջնում, նա հասկացավ, որ ճիշտ ճանապարհին է, այս ճանապարհը պահանջում է կարգապահություն, բայց պարգևը անգին է, առողջ եւ երկար կյանք, դուք արդեն ունեք բանալիները, դուք գիտեք նախազգուշացումները, բայց առողջությունը միայն թուրմ խմելը չէ։ Դա ապրելակերպ է, եւ հաջորդիվ մենք կխոսենք այն մասին, թե ինչպես փոխել ձեր առօրյան հիմնվելով մեր հայկական ավանդույթների վրա, որպեսզի այս բուժումը դառնա ձեր կյանքի անբաժանելի մասը։ Դուք արդեն ունեք հզոր զենք, բուժիչ թուրմը, բայց ամենահզոր զենքն անգամ անօգուտ է, եթե զինվորը թույլ է։ Վահրամը հասկացավ, որ միայն թուրմ խմելը բավարար չէ։ Նա շարունակում էր ուտել սպիտակ հաց, քաղցր թխվածքներ եւ տապակած կարտոֆիլ, եւ զարմանում էր, թե ինչու իր շաքարը լիովին չի կարգավորվում։ Դուք ճանաչում եք ձեզ այս իրավիճակում։ Դուք ուզում եք կառուցել ամուր տուն, թե պարզապես կոսմետիկ վերանորոգում անել։ Ձեր մարմինը ձեր տունն է։ Եկեք վերադառնանք մեր հայկական խոհանոց։ Ոչ թե խորովածի ու տոլմայի, այլ այն սննդի, որն ուտում էին մեր նախնիները ամեն օր։ Առաջին հերթին կանաչի, ոչ թե մի քանի ճյուղ, այլ մեծ կապերով, թարխուն, ռեհան, համեմ, մաղադանոս։ Դրանք լի են հակաօքսիդանտներով, որոնք մաքրում են ձեր անոթները։ Երկրորդ, լոբազգիներ, ոսպ, սիսեր, լոբի։ Դրանք պարունակում են դանդաղ ածխաջրեր, որոնք չեն առաջացնում շաքարի կտրուկ տատանումներ։ Եթե դուք շարունակեք ուտել սպիտակ բրինձ եւ կարտոֆիլ, դուք կշարունակեք բենզին լցնել կրակի վրա։ Բայց եթե դուք դրանք փոխարինեք հաճարով եւ ոսպով, դուք կսկսեք հանգցնել այդ կրակը։ Պատրաստեք պարզ ոսպով ապուր։ Վերցրեք 1 բաժակ կարմիր ոսպ, 2 գլուխ սոխ, 1 գազար։ Սոխը մանր կտրատեք, գազարը քերեք։ Թեթևակի տապակեք ձիթայուղով, ավելացրեք ոսպը, վրան լցրեք ջուր եւ եփեք մինչեւ պատրաստ լինելը։ Վերջում ավելացրեք շատ կտրատած համեմ եւ մաղադանոս։ Սա ոչ միայն համեղ է, այլև դեղ է ձեր ենթաստամոքսային գեղձի համար։ Շարժումը կյանք է։ Այս խոսքերը լսել եք 1000 անգամ, բայց դուք հասկանում եք, թե ինչ է տեղի ունենում ձեր մարմնում, երբ դուք քայլում եք։ Երբ դուք քայլում եք, ձեր մկանները սկսում են ակտիվորեն ուտել շաքարը արյունից։ Նրանք դա անում են նույնիսկ առանց ինսուլինի օգնության։ Դուք պատկերացնում եք։ Դուք ունեք ներքին մեխանիզմ, որն օգնում է իջեցնել շաքարը։ Վահրամը սկսեց ամեն օր ընթրիքից հետո 30 րոպե քայլել։ Ոչ թե արագ, այլ հանգիստ հաճույքով։ Արդեն 1 շաբաթ անց նա նկատեց, որ իր առավոտյան շաքարը 0.5 միավորով ավելի ցածր է։ Շաքարախտով հիվանդների մոտ սրտի կաթվածի ռիսկը 4 անգամ ավելի բարձր է։ Ամենօրյա քայլքը այդ ռիսկը կրճատում է գրեթե կիսով չափ։ Դուք պատրաստ եք օրական 30 րոպե նվիրել ձեր կյանքը փրկելուն։ Եվ վերջապես ամենակարևորը՝ ձեր մտքերը։ Ստրեսը ձեր թիվ 1 թշնամին է։ Երբ դուք ստրեսի մեջ եք, ձեր օրգանիզմն արտադրում է կորտիզոլ հորմոնը։ Այս հորմոնը բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Դուք կարող եք ամեն ինչ ճիշտ անել, բայց եթե դուք անընդհատ նյարդայնանում եք, դուք չեք տեսնի լավ արդյունք։ Ինչ անել։ Գտեք ձեր հանգստության աղբյուրը։ Վահրամի համար դա իր այգին էր։ Նա սկսեց ամեն օր 1 ժամ աշխատել հողի հետ։ Նա խոսում էր իր ծաղիկների հետ, հանում էր մոլախոտերը։ Այս պարզ գործողությունը հանգստացնում էր նրան նյարդերը։ Գուցե ձեզ համար դա երաժշտություն լսելն է, գիրք կարդալը կամ թոռնիկների հետ խաղալը։ Գտեք այն եւ արեք դա ամեն օր։ Գիտականորեն ապացուցված է, որ օրական 15 րոպե մեդիտացիան կամ խորը շնչառական վարժությունները կարող են նվազեցնել կորտիզոլի մակարդակը 20%-ով։ Ձեր օրվա իդեալական գրաֆիկը։ Առավոտյան 7:00 արթնացում, 1 բաժակ ջուր, 7:15 թուրմի առաջին բաժինը, 7:27 քառուս թեթև վարժանք կամ զբոսանք, 8:00 նախաճաշ, օրինակ հաճարով շիլա եւ 1 ձու, 13:00 ճաշ, օրինակ ոսպով ապուր եւ բանջարեղենային աղցան, 18:30 թուրմի երկրորդ բաժինը, 19:00 ընթրիք, օրինակ շոգեխաշած ձուկ եւ բանջարեղեն, 19:00-20:00 զբոսանք, 22:00 քուն։ Այս ռեժիմը կօգնի ձեր օրգանիզմին մտնել ճիշտ ռիթմի մեջ եւ առավելագույնի հասցնել բուժման արդյունքը։ Սա ձեր ճանապարհն է դեպի լիարժեք կյանք։ Բայց ճանապարհի վերջում ձեզ սպասում է ոչ միայն առողջություն, այլև իմաստություն։
Եվ հաջորդիվ մենք կխոսենք այն մասին, թե ինչպես է այս ճանապարհը փոխում ոչ միայն մարմինը, այլև հոգին։ Մենք երկար ճանապարհ անցանք միասին։ Մենք խոսեցինք մեր նախնիների իմաստության մասին։ Մենք բացահայտեցինք գիտական փաստեր։ Մենք սովորեցինք բաղադրատոմսեր եւ գաղտնիքներ։ Բայց այս ամբողջ գիտելիքը ոչինչ չարժե առանց մեկ բանի՝ ձեր որոշման։ Այսօր, հենց այս պահին, դուք կանգնած եք ճամփաբաժանին։ Մի ճանապարհը ձեզ ծանոթ է, դա դեղերի, բժիշկների եւ մշտական վախի ճանապարհն է։ Մյուս ճանապարհը պահանջում է ջանք, բայց տանում է դեպի ազատություն։ Ո՞րն եք ընտրելու։ Ինչպիսին կլինի ձեր կյանքը 6 ամիս հետո, եթե դուք ոչինչ չփոխեք։ Ձեր շաքալի ցուցանիշները կշարունակեն բարձրանալ։ Դուք ստիպված կլինեք ավելացնել դեղերի չափաբաժինը։ Ձեր տեսողությունը կվատանա, իսկ ոտքերի ցավը կդառնա անտանելի։ Իսկ հիմա պատկերացրեք մյուս ճանապարհը, եթե դուք սկսեք գործել այսօր։ Մեկ շաբաթ անց դուք կզգաք ավելի շատ էներգիա։ Մեկ ամիս անց ձեր շաքարի ցուցանիշները կսկսեն կայունանալ։ 6 ամիս անց ձեր բժշկի հետ միասին դուք հնարավոր է կարողանաք կրճատել դեղերի չափաբաժինը։ Դուք նորից կկարողանաք վայելել կյանքը առանց վախի։ Վահրամն ընտրեց երկրորդ ճանապարհը։ Այսօր 1 տարի անց նա բոլորովին այլ մարդ է։ Նրա առավոտյան շաքարը 6:0-ից բարձր չի լինում։ Նա հրաժարվել է իր դեղերի կեսից, բայց սա ամենակարևորը չէ։ Փոխվել է նրա հայացքը կյանքի նկատմամբ։ Նա հասկացավ, որ իր առողջությունը իր ձեռքերում է։ Նա նորից սկսեց կամուրջներ կառուցել, բայց այս անգամ ոչ թե բետոնից, այլ իր թոռնիկների հետ հարաբերություններից։ Նա նրանց սովորեցնում է ճանաչել խոտաբույսերը, ինչպես ժամանակին իրեն սովորեցրել էր Զաբել տատը։ Ձեր առողջությունը ձեր անձնական պատասխանատվությունն է։ Ոչ ոք, ոչ բժիշկը, ոչ էլ ես չենք կարող ձեր փոխարեն քայլել այս ճանապարհով։ Սա ինքնասիրության եւ ինքնահարգանքի բարձրագույն դրսևորումն է։ Սիրել ինքդ քեզ նշանակում է հոգ տանել այն մարմնի մասին, որը տրվել է քեզ որպես պարգև։ Հայաստանում 65 մարդկանց համար անգործության յուրաքանչյուր ամիսը կրճատում է կյանքի տևողությունը միջինում 2 շաբաթով։ Դուք պատրաստ եք կորցնել այդ թանկագին ժամանակը։ Ես ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել բնությանը, իր անսպար բարիքների համար, եւ գիտությանը, որն օգնում է մեզ վերցանել մեր նախնիների թողած իմաստությունը։ Այսօր մենք ունենք յուրահատուկ հնարավորություն միավորելու հնի ու նորի լավագույնը։ Այսօր դուք ստացաք բանալի դեպի նոր առողջ կյանքի դուռը։ Այդ դռան հետևում ձեզ սպասում է աշխարհ առանց ցավի եւ վախի, աշխարհ, որտեղ դուք լի եք ուժով եւ էներգիայով, աշխարհ, որտեղ դուք տերն եք ձեր կյանքի, ոչ թե հիվանդության ստրուկը։ Բայց այդ դուռը բացել կարող եք միայն դուք։ Առաջին քայլը ձերն է։ Արեք այն հենց հիմա։ Գնացեք խոհանոց, գտեք դարչինը, պատվիրեք հապալասի տերևները, սկսեք այսօր։ Մի հետաձգեք վաղվան։ Ձեր ապագան կախված է այն որոշումից, որը դուք կկայացնեք հենց այս րոպեին։ Ես հավատում եմ ձեզ, ես գիտեմ, որ դուք կարող եք։ Խնդրում եմ կիսվեք ձեր պատմություններով եւ հարցերով մեկնաբանություններում։ Եկեք ստեղծենք համայնք, որտեղ մենք կօգնենք եւ կոգեշնչենք միմյանց։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպիսի բաց չթողնեք նոր ել ավելի հզոր մեթոդները, եւ անպայման ուղարկեք այս տեսանյութը ձեր հարազատներին եւ ընկերներին, ովքեր դրա կարիքն ունեն։ Դուք կարող եք փրկել մի կյանք։ Շնորհակալություն, որ ինձ հետ էիք։ Եղեք առողջ եւ երջանիկ։